շփվում եմ ընթերցողի հետ, ընթերցողը արդեն միաբերան ասում են նույնիսկ մասնագետները, որ ոճը յուրովի է։ Սկզբից ասում էին ինչ-որ ոճ է ստեղծել, ասում էի չէ դժվար։ Հիմա ինքան եմ լսել արդեն մի տեսակ սովորական է դարձել այդ արտահայտությունը, միգուցե ինչ-որ մի նոր ճյուղ է ձևավորվում։ Իմ հերոսը ես ինքս եմ։ Իմ մի մասը մտցրել եմ իմ հերոսի կերպարի մեջ, ես այդ իրավիճակն ապրում եմ։ Հնարավոր չէ ամեն ինչը տարանջատել։ Ինքս ինձ տարբեր հոգեվիճակներում եմ տեսել, ինքս ինձ տարբեր տարիքներում եմ տեսել, ինքս ինձ տարբեր կյանքում տարբեր իրավիճակների բախվելուց առաջ ու հետո եմ ինձ տեսել, ինչպես վերաբերվել այդ ամեն ինչին, ինչպես կարձագանքել իրավիճակներին։ Այսօր հարցերին նայում եմ այն տեսանկյունից, որ այն մեծամտությունը չունենանք, որ մեր կյանքում մի անգամ մի լավ բան է հաջողվել, ասենք գիտես, ես այս մի բանն արել եմ, այսօր եկեք նստեմ իմ դափտիների վրա, ինձ գահ սարքեմ։ Կյանքը ցույց է տվել, որ հաճախ նույն մարդը նույն իրավիճակի մեջ ընկնելով, ամեն անգամ տարբեր հոգեվիճակներով, տարբեր դրթարիթներով, դրթապաճառներով իրեն տարբեր ձև է դրսևորում։ Այսինքն ասածս ինչ է, որ կարողանանք ամեն անգամ ամեն օր մեր վրա աշխատել, որպեսզի կարողանանք մեզ չհիասթափեցնել, այսինքն մեր ամեն օր ներկա օրը մեր նախորդ օրից ավելի լավը լինի, որ իմանանք աճել ու մեծացել ենք։ Հիմնարար ուժը ամեն ինչի պայքարն ու չհանձնվելն է։ Հուսամ, որ մարտնչելը կկարտնացնենք մեր հոգու մեջ, մարդու ունիվերսալ տեսակին եմ հավատում, կապ չունի ազգություններ եւ այլն, եմ ասում, որ մտա հորիզոնի մի աստիճան կա դռնից վեր, տեսնում ես, որ բոլորը նույն ձև են մտածում։ Հուսամ, որ այդ հորիզոնը հատել եմ ու կարողանում եմ համընդհանուր սրտերի կպնել։ Ինքս ինձ հետ անկեղծ եմ ու այդ անկեղծությունը հանում եմ ջրի երես։ Հաճախ եմ կրկնում, ասում եմ, ես ոչ խնայում եմ իմ ընթերցողին, ոչ խնայում իմ պերսոնաժներին։ Ես երբեք չեմ փորձում ցույց տալ, որ գիտես, իմ գլխավոր պերսոնաժը անպայման լավն է, օրինակ ոչ, իմ գլխավոր պերսոնաժը սովորական անձնավորություն է, իր մթագնաց հոգով, իր մթագնաց իր ոխով կերված հոգով, պատրաստ վատ բաների, նույնիսկ զղջումների գնով։ Չեմ խնայում իմ ընթերցողին, որովհետև տեսարաններ կան, որ այդ ամեն ինչը պիտի լավ ջրի երեսանի, պիտի ցույց տա ինչ է կատարվում, որ մտածեմ, գիտես, ընթերցողը կարող է զարհուրի, ընթերցողը կարող է չընդունի եւ այլն, կսկսեմ ավելի հղկել, բայց իրականությունը շատ հաճախ փշոտով ծակող պետք չի հղկել։ Այսօր մենք չենք կարող միաբերան նշել, որ գիտես, վարդը գեղեցկացրինք իր փշերը հանելով։ Ես համաձայն չեմ, վարդը գեղեցիկ է իր փշերով։ Խոսքերը իմ համար կարևոր են։ Ես միշտ կրկնում եմ ասելով, որ մեր մտքի առաջին դրսևորումը, առաջին մարմնավորումը մեր խոսքն է։ Երբ դու խոսքին նման արժեք ես տալիս, նման տեղ ես տալիս քո կյանքում, երբ հայտնվես մի երկիր, որի հանդեպ ինչ-որ ակնածանք ու պատկարանք ունես, ասում ես, գիտես, դառնամ ես երկրի մասնիկը, ձուլվեմ, շփվեմ ֆրանսիացիների, սովորելու շատ բան ունենք, զգում ես, որ սկսում ես թոթովել նմանքան պես։ Մարդիկ կան, որ այդ խոսքի սակավությունը միշտ եղել է մոտները, տարբերությունը չեն նկատում, բայց որ դու կարողացել ես գույների նյուանսներ ասել, որ կարողացել ես զգացմունքների վրա խոսքեր դնել, որ կարողացել ես խոսքով այնպիսի բաներ բացատրել, որ սովորաբար խոսք չի դրվում այդպես բաների վրա, բախվում ես մի պատնեշի, որ քեզ մի տեսակ ոնց որ շղթայի շղթաների ձերբազատվելու միակ ձևը ուսումնասիրել լեզուն սովորելն է։ Իմ լեզուն սովորելը մի տեսակ գրեթե տանջալից էր ստացվում, որովհետև աշխատում էի ծանր ռեժիմով, պետք էր վարձ փակել, պետք էր անել եւ այլն։ Երեկոյան որ մտնում են տուն քնելու փոխարեն կամ հեռուստացույց նայելու փոխարեն բարարանները յանք իրանում։ Ու տենց կամած եկավ նրան, որ սկսեցի հայերեն շատ էի ընթերցել ու սկսեցի, որպեսզի լեզուն ավելի վարժեցնեմ, սկսեցի գրքերի աշխարհ սուզվել ֆրանսերեն անծանոթ բառերը դուրս գրելով, ստացվում էր, որ գրեթե ողջ գիրքը դուրս էի գրում, ինչը բերեց նրան, որ մտադրությունը մոտացավ, որ ավելի լավ խոսեմ, ավելի լավ վարժ խոսեմ, արտահայտվեմ այնպես, ինչպես կարտահայտվեր հայերենով։ Մտադրությունը բերեց նրան, որ ավելի ուշադրություն պահանջեց, իսկ իշքան մի բանին ուշադիր ես նայում, այսօր շատ բան հեռու չգնամ, վերցրեք ամենազզվելի Արարատը, չգիտեմ ворդ կամ խավարասեր, սկսում ես ուսումնասիրել, սկսում ես գերվել այդ կերպարներով, իրենց արածներով, իրենց հնարքներով եւ այլն։ Նույն այդ լեզվի հանդեպ ուշադրությունը հետաքրքիր ցիկլով բերեց նրան, որ կամած առանց հասկանալու թե այդ этаպը երբ անցա, սկսեցի խոսքս գրի տեսքով հանձնել ֆրանսերեն։ Մի տեսակ այդ չելենջը հաջողվեց, ոգևորություն էր մոտը, սկսեցի ֆրանսերեն գրել, հաջորդ этаպը դարձավ թարգմանել հայերեն։ Ֆրանսերենից հայերեն այդ հեշտություն բառը ճիշտ բառ չի, բայց հեշտությունը իրականում եղավ նրանում, որ երկուսին էլ վարժ տիրապետում եմ։ Իմ համար շատ կարևոր է, որ չայլայլվի գիրքը լեզվից լեզու անցնելուն։ Այսօր ես ռուսերենի այդպիսի մասնագետ անձամբ չեմ ճանաչում, որ վստահ եմ թարգմանությունը կամ անգլերենի, որ հանդիպեմ այդպիսի մի մասնագետի, որ վստահ կիմանամ, որ գիրքս հենց այդպիսի նույն էներգիան փոխանցելու է օտար լեզվով, միանշանակ կուզեի թարգմանել։ Երրորդ գիրքս պատրաստ է, պիտի գնամ ուղղակի թարգմանեմ բերեմ, բայց այս անգամ լրիվ ուրիշ ֆորմատով դեռ կխոսենք այդ ամենի մասին։